Պարոն Ռուբինյան, խորհրդարանի կազմը թե ինչպիսին կլինի, արդեն վերջնական արդյունքները ամփոփեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախ ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ հնչեցնում են դիտորդական կազմակերպությունները ԿՀ-ի վերջին որոշման հետ կապված, որ 2 տեղամասի արդյունքները չեղարկելուց հետո, 3 տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չդրվեց, փաստարկները, որ ներկայացրեց ընտրական հանձնաժողովը, դիտորդների համար համոզիչ չէին կարծես թե, եւ իրենք պնդում են, որ ապօրինություն թույլ տվեց ընտրական հանձնաժողովը, ըստ էության այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքացիական պայմանագրի համար, որովհետև ապահովեց 3/5-ի ներկայությունը մանդատների այս քանակը ազգային ժողովում։ Ձեզ չի մտահոգում այս փաստը, որ ԿՀ-ի որոշման արդյունքում ստացաք այն 3/5-ը, որին այդքան ձգտում եք հասնել ձեր նախընտրական քարոզարշավի եւ ամեն դեպքում ձեր նշաձողը դա էր ընտրությունների արդյունքի տեսանկյունից։ Որ նշաձողը։ Որ ունենաք սահմանադրական կայուն մեծամասնություն, բայց այդ ունեցաք այս որոշման հետևանքով, այսինքն եթե սահմանադրական մեծամասնություն 3/5-ն էլ է մեծ հաշվով դա համարվում սահմանադրական։ Ոչ, չի։ Խոսքը 3/5-ի մասին է, ես դա եմ հարցնում, պարոն Ռուբինյան։ Տերմինները, էլի, սահմանադրական մեծամասնությունը 2/3-ն է, ես հարցնում եմ 3 մեծամասնությունը 3/5-ն։ Սահմանադրական մեծամասնություն մենք չունենք, իդեպ հիմա էլ չունենք։ 3/5-ով էլ չունեիք, քանի բահական ունեցել ենք մեկ անգամ 2018 թվականի ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ վերաբերում է նրան, թե մեզ արդյոք չի մտահոգում, որ կա որոշման արդյունքով ենք մանդատներ ստացել, կներեք, բայց ցանկացած դեպքում են ուժերը կա որոշման արդյունքում ստանան մանդատներ։ Հաջորդը կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է եւ ընդունում է որոշումներ, դրանք հիմնավորում է։ Հաջորդը մեր օրենսդրությունը մի քանի աստիճանով համակարգ է նախատեսում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, այսինքն տարածքային հանձնաժողովները, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հետո կա բողոքարկման հնարավորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա նաև բողոքարկման հնարավորություն եւս մեկ այլ անկախ մարմնում, այն է սահմանադրական դատարանում, ինչքան գիտեմ, ընդդիմությունը պատրաստվում է բողոք կամ արդեն չգիտեմ, բողոք ուղարկել սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը թող որոշի։ Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք մեծամասնություն խորհրդարանական, մենք ստացել ենք 700-ից ավել, 720,000-ից ավել քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականով, տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն 3-րդ անընդմեջ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ ընդդիմադիր 3 կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն, եւ ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետև բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների։ Պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ։ Բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զարթնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները, եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Պարոն Ռուբինյան, Պարոն Ռուբինյան, բայց ես շարունակեմ մի հատ հարցնեմ նաեւ սահմանադրական դատարանից ձեր մասով, քանի որ ընդդիմության լեգիտիմության հետ կապված ամեն դեպքում իշխանության գնահատականները կարծես թե պարզ են, որ այդտեղ խնդիր կա, դիմելու է արդյոք ԿՓ-ն սահմանադրական դատարանը այդ հարցը դարձնելու քննարկման առարկա։ Կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերը պետք է ուղղակի դրանց գրանցումը չեղել համարվել, որովհետև իրենք
ընտրակաշարք էին բաժանում, բոլորը տեսել են, հասկանում եք։ Ով չեղյալ համար էր, որ կառույց։ Ով որ պետքա չեղյալ համարեր։ Կոնկրետ այդ դեպքում Եվի ԿՀ-ն։ Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, եթե հարցնում եք, արդյոք մենք ուզում ենք, որ ընտրությունները չեղյալ համարեն, ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են եւ մենք ձևավորել ենք կառավարություն։ Բայց եթե ասում եք ընդդիմությունը լեգիտիմ, Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին, որովհետև իշխանությունը լեգիտիմ է։ Իսկ ընդդիմության հարցը ոչ թե ընդդիմության, այլ հանցագործների հարցը պետք է լուծեն իրավապահները եւ բոլոր ընտրակաշարք բաժանողները եւ կրկնում եմ ընտրակաշարքի սխեմայի բուրգի գլուխները պետք է պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը այդ նախագիծը շուտով որ պիտի շրջանառվի, այսպես ասած, ազգային ժողովի նիստերի դահլիճը այս իրավիճակով էր պայմանավորված, թե վաղուց հասունացել էր այդ։ նկատի ունեք որ խստացվում է պատիժը այո այդ թվում այս իրավիճակով է պայմանավորված նկատի ունեմ այդ թվում մենք հասկացանք որ պետք է պատիժը խստացնել որպեսզի ել ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները ընտրակաշարք տալ Պարոն Ռուբինյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ նախկինում քննադատում էր որպես ընդդիմություն Այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվել, ինչ պետք է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ քննադատում էր որպես ընդդիմադիր գործիչ, հիմա իրականացնում է։ Օրինակ քննադատում էր Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը առաջադրվելու հանգամանքը, հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է արդեն 3-րդ Դուք սխալվում եք, Նիկոլ Փաշինյանը գնում է 4-րդ ժամկետը, որովհետև Նիկոլ Փաշինյանը շուտով կընտրվի 4-րդ անգամ։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ընտրվել է 2018-ին, երկրորդ անգամ ընտրվել է 2019-ին, երրորդ անգամ ընտրվել է 21-ին, չորրորդ անգամ կընտրվի 2026-ին։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, մենք ընդհանրապես ինչ ենք Սերժ Սարգսյանին քննադատում, որովհետև ինքը եկավ, ասեց, գիտեք ինչ կա։ Ես ուզում եմ համադրությունը փոխել եւ խոստանում եմ, որ չեմ լինի վարչապետ։ Հետո 2017-ին հանրապետականը ընտրությունների մասնակցեց Կարեն Կարապետյանով որպես առաջին համար, Սերժ Սարգսյանը ընդհանրապես չէր երևում այդ քարոզարշավին։ Ձերի հետ ընտրակաշար բաժանեցին այդ քարոզարշավին, կեղծիքներով հաղթեցին, կեղծիքներով եւ Կարեն Կարապետյանի դեմքով։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը եկավ, ասեց. Բարև ձեզ, ես եմ վարչապետի տեխնացում։ Այդ դրա համար ենք քննադատում։ Քննադատում ենք, որ ինքը համադրություն փոխեց, որպեսի մի վարքան փոխեց համադրություն, որպեսի շրջանցի արգելքը նույն մարդու երկու անգամից ավել նախագահ լինելու եւ դառնա վարչապետ։ Մեր դեպքը լրիվ ուրիշ դեպք է։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, խորհրդարանական հանրապետությունների գերակշիռ մեծամասնությունում չկա ժամկետի արգելք։ Այն պարզ պատճառով, որ խորհրդարանական համակարգերում լինում են հաճախ Ժողովուրդ ջան խանգարում եք։ Լինում են հաճախ օրինակ արտահերթ ընտրություններ։ Մեր դեպքում արդեն երկու արտահերթ ընտրություն ա եղել։ Խորհրդարանական համակարգերում ընթացքում, չգիտեմ, կարող են վարչապետեր փոխվել ու այսպես շարունակ։ Դրա համար է որ խորհրդարանական համակարգը չի նախատեսում։ Բացի այդ, խորհրդարանական համակարգում մանդատը մեկն է եւ սահմանափակված է այդ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը չի միայն ստացել մանդատ իշխելու հասկանում եք, կառավարություն կազմելու։ Քաղաքացիական պայմանագիրն է ստացել այդ մանդատը։ Ինչա նախագահական համակարգում սահմանափակում, որովհետև նախագահը ստանում է առանձին իր մանդատը եւ ունի շատ ավելի մեծ լիազորություններ, քան խորհրդարանական համակարգի վարչապետը։ Եվ հետեւաբար իմի բերելով ես համաձայն չեմ ընդհանրապես ձեր պնդման հետ, որ Նիկոլ Փաշինյանը արել է այն, ինչ Սերժ Սարգսյանը։ Տեսեք, Պարոն Ռուբինյան, 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ մարդիկ կան, բայց քաղաքացիական պայմանագրի համաժողովը, որը ձևավորել է համաժողովի ցուցակը եւ որը ընտրել է վարչապետի տեխնացու, ընտրել է որպես վարչապետի տեխնացու, այլ նաեւ Նիկոլ Փաշինյան։ տեսեք, հիմա դուք իշխանությունը ընդդիմությանը խորհուրդ է տալիս, հա, համակերպել այս ընտրությունների հետ այն առումով, որ ընտրությունները ԿՊ-ն բացարձակ մեծամասնություն ընդդիմությանը մենք խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, մենք այլ խորհուրդ չենք տալիս։ Հիմա տեսեք, չէ, ասածս ինչ է, որ մանդատներ չվերցնի։ Այդ թվում ես խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ հայտնել, ով որ իրանցից ընտրակաշարքա բաժանել, հայտնել մեղայականով, ասել այո, մենք ենք ընտրակաշարք բաժանել։ հիմա ինչու, բայց ընտրությունների շատ ուրախ խորհրդարան կլինի։ Վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրանց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ իրանց հուսով եմ դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու։ Բայց Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավական հիմքը որն է, տեղ է ունեցել ընտրություններ, քաղաքացիները հայտնել են իրենց ընտրելու իրավունքը եւ ձևավորվել է Գյումրիում Ես իշխանություն։ կարծում եմ փաստ է, որ
Այո, ճիշտ եք ասում, եթե խոսքը թիմի ընտրությունների մասին է, տեղի են ունեցել ընտրություններ, Ձևավորվել է մի քանի ուժ իրար հետ իհարկե խաբելով, բայց դա էլ է քաղաքական գործունեության մաս, վատ մաս իրանց դեպքում դա դիարում, բայց ձևավորել են իշխանություն, բայց մի վարքան, ոչ, նույն ձև չի արել, բայց հիմա 2026 թվականի ընտրություններում փաստ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում հավաքել է 50%-ից ավել։ Արդյոք սա ավտոմատ տեխնիկապես նշանակում է, որ Գյումրիի թիմում պետք է լինեն նոր ընտրություններ։ Ավտոմատ տեխնիկապես չի նշանակում, բայց ես կարծում եմ քաղաքականապես նշանակում է, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ պետք է Գյումրիի ավականին ցրկի եւ նոր ընտրություններ կազմակերպեն։ Կրկնում եմ, ես խոսում եմ քաղաքական անհրաժեշտության մասին։ Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ շուտ ջան տեղի ունեցել մի քանի մեծ խայտարակություն։ Դուք մոռացել եք, հա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ ձերբակալվել է կաշառք պանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այստեղ disclaimer, մեղադրյալը ամեղ է, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը։ Եվ բացի դրանից մոռացել եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ինչ որ մեկին ասում է, ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց X որտեղ կարևոր չի, էլի, ով այս կոնտեքստում։ Օտարերկրյա երկրի։ Հիմա ես կարծում եմ, որ հստակ լեգիտիմության ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում եւ այդ հարցը պետք է լուծել։ Ռուբինյան, դուք որ ասում եք ընդդիմությունը մանդատները չվերցնեն, բայց համանadrությունում նշված է, որ խորհրդարանում նվազագույնը պետք է լինի 101 падգամավոր, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն։ Որի խնդիր չի առաջանում։ Մյուսներին եք տալու։ Համանդրական խնդիր չի առաջանում։ Այսինքն ԿՊ-ի կծորտ ուժերին եք ուզում տալ։ ԿՊ-ն կծորտ ուժեր չունի։ 3-5-րդը չի նշանակում սահմանադրական։ Ոչ, չի նշանակում։ Այդ դեպքում ո՞ց եք այդ հարցերը լուծելու, երբ որ այդպիսի քվե պահանջվի սահմանադրական մեծամասնություն։ Եթե գանք այդպիսի խնդրի, կմտածենք ինչպես լուծել այդ խնդիրը։ փոխելու հետ կապված։ Կքննարկենք կհասկանանք։ Կան 200-ից ավելի մեղադրյալներ, Պայմանագրերի համար սահմանադրական մեծամասնություն։ կան 200-ից ավել մեղադրյալներ ընտրակաշառքի գործով, նրանցից մեծ մասը 100-ից ավելին համենայն դեպս հակակոռուպցիոնի նախագահը ասաց, որ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, բայց եթե դուք տեսել եք, ես համենայն դեպս չեմ տեսել, ընդդիմադիրները բողոքարկել են այդ ձայնագրությունները, որոնք համարում են կեղծ կամ անկախ փորձականության։ Չգիտեմ, դուք եթե նկատել եք ընդդիմադիրները, Կալուգացի օլիգարխը, իր թիմակիցները, Ծառուկյանի թիմակիցները, Քոչարյանի թիմակիցները, իրանք ձեռ էին առնում բոլորիս, հասկանում եք։ Լրագրողները մոտենում են, ասում են, լավ, ի՞նչ կարծիք եք այս ձայնագրության մասին։ Մարդկանց հիմարի տեղ դնելով ասում են դրանք կեղծ են կամ ասում են, գիտեք ինչ կա, մի բարեկամը մյուսին քյաբաբ ա ուզեցել։ Դա դուք հեչ եղել ա ձեր կյանքում, որ դուք ձեր բարեկամին զանգեք, ասեք, կգաս քյաբաբ ուտենք, ինքը ասի, ինքը հետևից ասի, գիժ ես արա, քեզ բաց կապով զանգել։ Հեչ եղել ա։ Զանգեք, ասեք շարունակ ուտես, ասի, բայց ինչ ես բաց կապով զանգել, հո դու հիմար չես։ Ահա այն ինչ պետք է իմանալ Կալուգացի օլիգարխի էմոցիոնալ ինտելեկտի Ձեր մասին։ քաղաքական ճակատագրի իմաստով ինչ կասեք անձնապես նկատի ունեմ օրենսդիրում, գործադիրում աշխատելու ցանկություն ունեք որոշում։ Նախագահի պաշտոնին։ Մենք որևէ հավակնություն եւ ճակատագրեր դեռ չենք քննարկել, եթե անկեղծ ես ինքս էլ դեռ չեմ մտածել դրա մասին։ Բայց դուք ավելի շատ հակված եք օրենսդիրում, թե գործադիրում։ Ես ոչինչի հակված չեմ։ Նախագահի ախորժակ ունեք։ Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի եւ շաուրմայի, այն էլ բացառապես բարիս բուն իմաստով եւ ոչ Կալուգացի օլիգարխի մտածած իմաստով։ Պարոն Ռուբինյան, այդ դեպքում սահմանադրությունում ինչու է նշված, որ падգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101 падգամավոր։ Նարեկ ջան, այդ հարցերով եւի դիմեք սահմանադրական դատարանին, չգիտեմ, նախագահային խոսնակին։ Ես գիտեմ մեկ բան, այս հաստատ է, չգիտեմ մյուս մանրամասնությունը, բայց գիտեմ մի բան։ Տեսականորեն, եթե ընդդիմությունը մանդատները չի վերցնում կամ կեսից դնում, հա, որևէ սահմանադրական ճգնաժամ չի առաջանում, այդ տեղերը մնում են թափուր, մարդիկ աշխատում են։ Մանդատները վերցնեն այնուամենայնիվ։ Ինչ։ Կոնֆլիկտ կզգաք, եթե ընդդիմությունը չլինի։ Հայ, իհարկե։ Բայց որ լինի էլ կզգան։ Վստահության պակաս այնուամենայնիվ կլինի։ Չի լինի, Ինչ իմաստով։ չի լինի, չէ։ Ընդդիմություն չկա խորհրդարանում։ Բայց ընդդիմությունը այսօր էլ չկա։ Մի հատ գնացեք էլ մտեք դալիք տեսեք ընդդեմ ընդդիմություն կա։ Չկա։ Դատար կաթորներ են։ Մենք այսքան ժամանակ, այս վերջին 5 տարի, որպես ընդդիմություն տեսել ենք 50%-ով դատար կաթորներ, այսինքն նիստերի կեսին տեսել ենք դատար կաթորներ, մյուս կեսին տեսել ենք իրանց քաղաքական կոռումպացված ղեկավարների ապօրինի գույքը պաշտպանելու համար եկած մարդիկ։
Եթե մանդատները վերցնեն, Բայց ասեմ ձեզ, մենք խնդիր չունենք, ուզում են թող վերցնեն, չեն ուզում թող չվերցնեն։ Վերցնեն, մեզ շատ հաճելի օրեր են ստեղ սպասվում եւ դրանցից մի քանիսին հատուկ անհամբերությամբ ենք սպասում, այդ թվում ես հատուկ անհամբերությամբ եմ սպասում մի քանիսին, չէ, ինչի մասն է խոսքը։ Իսկ եթե չվերցնեն, էլի շատ հաճելի կլինի, վերջապես քաղաքակիրթ բանավեճեր տեղի կունենան, իրար հետ կբանավեճեն գուցե։ Պարոն Բինյան, դուք անդադ խոսում եք ձեր թիմակիցները ընդդիմության, կաշառակերության մասին, բայց Կաշառակերության եւ կաշառատվության։ լավ։ Բայց տեսեք, ձեզ հետ ԿՀ-ի որոշումից հետո ամբողջ ընդդիմությունը ասում է դուք մանդատագող եք, որովհետեւ անհնար է քաղաքական որոշում չլիներ այդ ամենի։ Բայց պետք է հիմնավորվի, չէ՞ ասածը։ Ասում են դե չունեք ձայներով ԿՀ-ն է որոշել ձեր քաղաքական լսեք էլի։ Ես հիմա այս ճեպազույցի ժամանակ իմ մոտ ֆլեշբեքեր են տեղի ունենում 5 տարի ես եկել եմ ստեղ ճեպազույց եմ տվել դուք ինձ ասել եք ընդդիմությունը ասում է սենց ընդդիմությունը ասում է սենց այդ լավագույն դեպքը դուք նկատի չունեմ անձամբ ձեզ էլի լրագրողները հա չէ դուք այս ընթացքում ոչ միայն ընդդիմության անունից ինչ ասես ասել եք եկի ասել եք ԿՊ-ն չունի բան չունի աջակցություն չեք կարծում որ ձեր ռեյտինգն իջել է չեք կարծում ինչու եք դուք վստահ ինչ ասես ասել եք Ես ինչի եմ սիրում ընտրությունները եւ արդար ընտրությունները։ Գալիս է ժամանակը մարդիկ տալիս են այդ պատասխանը։ Հիմա անդիմությունից 5 տարին ինչ ասես չի ասել։ Մեզ ասելա դավաճան։ Մեզ ասելա, չգիտեմ, եսի ինչա բարո, ինչ ասես ասելա, չէ՞։ Երկու անգամ մի հատ 21 թվականին մի հատ էլ հիմա ժողովուրդ եկավ ասեց. Ժորժ ջան, ինքը պատասխանը տվեց։ Օրինակ Ռոբերտ Քոչարյան այս Կարոզարշավին ասում էր, չէ՞։ Ժողովուրդը Սյունիքը պետք է Փաշինյանին ցույց տա Չէ, Սյունյաց ողջույն ցույց տա, ակնարկելով 2021 թվականի դեպքը, երբ որ Փաշինյանին իրենց թափթփուկները հայոյում էին։ Հիմա կարելի է գնալ օրինակ բացել նայել Սյունիքի արդյունքները, քվեարկությունները ու հասկանալ, այդ իր պատկերացած Սյունյաց ողջույնը վատ իմաստով կարող է իրան են տվել, այդ Սյունյաց ողջույնը։ Հիմա ասածս ո՞րն է շատ, հիմա ասածս ո՞րն է Պետք չի ուղղակի ասել, ընդդիմությունը ասում է սա, դրա տակ պետք է հիմք լինի։ Ես երբ որ ասում եմ ընդդիմությունը ընտրակաշառատու է, ես հիմք ունեմ դրա տակ։ Ես ունեմ ձայնագրություններ, դուք ունեք ձայնագրություններ, ես ունեմ ականջ, ես ունեմ լսողություն, ես ունեմ հրապարակված ձայնագրություն, որտեղ հստակ ասում է, որ այդ մարդիկ ընտրակաշառք են բաժանել։ Հիմքը պարոն Ռուբինյան վերակվյարկությամբ վերահաշվի։ Ես էլ ասում եմ կենտրոնական ներողություն Ինչ նշանակում վերակվեարկությամբ Ծառուկյանը անցնում է։ Բա վերահաշվարկով այդ ընտրատեղանքը։ Քանի որ հիմա ես չեմ ուզում պատասխանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն, որտեղ դա այսինքն առանձին մարմինն է, իրանք են այդ որոշումը կայացրել։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիմքում ա եղել այն, որ իրենք լիազորություն ունեն նշանակելու կամ չնշանակելու վերակվեարկություն, բայց քանի որ իրենք կարծել են, որ ընտրության արդյունքների վրա չեն ազդել այդ ընտրատարածքի խախտումները, իրանք չեն նշանակել վերակվեարկություն։ Մնացած հարցերով պետք է դիմենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ վերաբերում է վերակվեարկությանը, տեսականորեն ընդհանրապես, այդտեղ կա իրոք շատ ուժեղ հակափաստակ, որ այդ վերակվեարկությունը վերածվելու էր տակտիկական վերակվեարկության, այսինքն ինքը չէր արտահայտելու ընտրողների կարգավորումը։ Բայց դա օրենքն է, հիմա գուցե սխալ բայց օրենքն է։ Բայց այդ նույն ձև օրենքն էլ ասում է, չէ՞, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշում վերակվեարկություն դնի թե չդնի, չեղարկի թե չչեղարկի։ Հետևաբար օրենքը կիրառվում է։ Պարոն Ռուբինյան, ես ձեզ ճիշտ հասկացա, չէ, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական դատարան դիմելու մտադրություն չունի։ Ես այդպես բանի մասին տեղյակ չեմ ասում։ Այսինքն դիմելու է թե չէ, ես ասեմ, որ դուք տեղեկություն չունեք։ Ինչ հարցով դա կարող է ընթացքում հարց առաջանա դիմենք։ Ընտրությունների ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանել։ Դա ինչ Խնդրում եմ հարցը հստակ ձևակերպեք։ Ընտրությունները օրինակ չեղյալ Չէ, համարելու, նման մտադրություն ոչ, նման մտադրություն չունի։ Բայց այնուհանդերձ խնդրարից չի, որ այդ ընտրատեղամասերում ընտրած քաղաքացիները չկարողացան մասնակից դառնալ իշխանության ձևավորման։ Խնդրահարույց է, որ այդ ընտրատեղամասերում ընտրությունները կազմակերպվել են խախտումներով։ Այդ դա է խնդրահարույց, դրա համար էլ չեղարկվել է։ Այդ չեղարկվելը ճիշտ է։ Վերակվեարկության հնարավորություն է տալիս, ինչքան էլ նախագահ։ Հնարավորություն տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովին գնահատել եւ անհրաժեշտության դեպքում անել կամ չանել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վերակվեարկության կարիք չկա,
եւ անկախ մարմնի որոշումները պետք է հարգվեն կամ բողոքարկվեն մեկ այլ անկախ մարմնում, ինչպիսին է Սահմանադրական դատարանը։ Հիմա բողոքարկել են, թող պատասխան։ Շատ լավ, պարոն Ռուբինյան, կներեք, մենք բանել ճշտ է։ Հիմա երբ դուք վստահ եք, հա, ձեր հաղթանակում, պարոն վարչապետն ասում է օրգանիկ քվեներ են եւ այլն, դիմությանը համարում եք կեղծիքներ եւ այլն, իսկ ինչի նոր ընտրություններ այդ դեպքում չանել։ Ասեցի արդեն, որովհետեւ մեծամասնությունը քաղաքական լիարժեք լեգիտիմ է, որովհետեւ մենք եւ մեզ ընտրող քաղաքացիները մի վարքյան էլի, որովհետեւ մենք եւ մեզ ընտրած քաղաքացիները մեղավոր չեն, որ անդիմությունը ընտրակաշառք բաժանել։ Քաղաքական մեծամասնությունը լիարժեք լեգիտիմ է եւ կձևավորի կառավարություն։ Կառավարություն ձևավորելուց հետո որոնք են լինելու այն քաղաքական առաջնահերթությունները, որոնցով շարժվելու է։ Դրանք նկարագրված են մեր նախընտրական ծրագրում եւ ավելի մանրամասն նկարագրված կլինեն կառավարության ծրագրում, որը ձևավորվելուց մի քանի օր հետո կքննարկվի ազգային ժողովում, դուք էլ կտեսնեք։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք խոսում եք, որ հաղթել եք, իշխանություն եք ձևավորել։ Ոչ թե խոսում ենք, այլ այդպես է։ Լավ, բայց վերջին այս օրերին դրություններից հետո ամբողջ ընդդիմադիր դաշտը հանրային քննարկման մեջ այսպես մի թեմա է, որ բոլորը տխուր եք, ոնց որ Պանիխիդայի դեմքով եք պատտվում։ Ես հիմա Պանիխիդայի դեմքով Ես չգիտեմ, ինչ է։ չգիտեմ, դե եկեք Իշխանությունը ինչ է։ հիմա խնդրում եմ գնահատեք իմ դեմքը Պանիխիդայի, հա։ Ես չգիտեմ։ Չգիտեմ ո՞րն է, դուք գնահատելու ունակություն ունեք։ Գնահատեք, խնդրում եմ իմ դեմքը։ Ես չգիտեմ։ Դե տեսնում եք, դուրս է գալիս, որ դեմ գնահատելը շատ սուբյեկտիվ բան է։ Ռոբերտ Խոչարյանն արդեն Բացարձակ գնահատել է տխուր չեմ։ Պանիխիդայի համար։ Դե լավ, չեմ ուզում մտնել այդ դաշտ, իրոք չեմ ուզում, բայց ես ուրիշ հարց տամ, էլի։ Ես խնդրում եմ ձեզ ձևակերպել հետեւյալ հարցը, մի քիչ էլ ես օրակարգ ստեղծեմ, էլի։ Հիմա վերջը կալուգացի օլիգարխը հրաժարվելու է Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից։ Այո, թե ոչ, ինձ թվում է, այն բոլոր մարդիկ, ովքեր այս քարոզարշավի ժամանակ լսել են այդ մարդուն, այս հարցի պատասխանին արժանի են։ Մարդը պետք է պատասխանի ինքը Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից։ Հրաժարվելու է թե ոչ։ Խնդրում եմ այդ հարցը տալ։ Կխնդրեի իհարկե կալուգացի օլիգարխի թիմի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը իրան այդ հարցը տալ, բայց քանի որ չի տա, չեմ խնդրի։ Իսկ պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ որ նորություն կա։ Դուք վերջին ամիսներին նորությունները արդեն իսկ լսել եք, շատ կարևոր իրադարձություններ են իրական տեղի ունեցել, բայց ուղղակի մեր ներքաղաքական թոուբոյի մեջ բավարար ուշադրություն չի դարձվել։ Նախ ուղիղ առևտուրը դարձավ հնարավոր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ես նաեւ բացատրեմ, եթե հետաքրքիր չի մասնախոսքը։ Մինչ այս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր։ Այսինքն օրինակ, եթե Հայաստանից Թուրքիա բաներ արտահանում կամ Թուրքիայից Հայաստան բան ներմուծում, այդ ապրանքները, հա, գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգերով անցնում էին, հետո վերաձևակերպվում էին, գալիս էին Հայաստան։ Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանքներ մուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում է Թուրքիայից, ասենք, վերջնակետը Հայաստան կամ Հայաստանից վերջնակետը Թուրքիա, եւ սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար եւ հեշտացում եւ արագացում։ Բացի դրանից, գիտեք, որ Հայաստանի համար հնարավոր դարձավ օգտագործել Կարս Ախալքալակ կամ ախալքալակ կարս երկաթգիծը, ինչը մենք ոչ մի բան, բայց համապատասխան տնտեսվարողները, այսինքն արդեն հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործել եւ երկկողմ առևտրի համար եւ տրանզիտի համար, որպեսզի հասկանաք սրա կարեւորությունը։ Մինչ, օրինակ, մինչեւ կես տարի առաջ Հայաստանից երկաթգծով որևէ աշխարհում որևէ տեղ հնարավոր էր բան տանել միայն մեկ վայր՝ Վրաստան։ Այսինքն Թբիլիսի կամ Փոթի ամենահեռուն Փոթին էր, որ երկաթգծով Երևանից Հայաստանից հնարավոր էր տանել։ Ինչ տեղի ունեցավ վերջին կես տարվա մեջ։ Նախ Հայաստանի համար բացվեց երկաթգիծը Ադրբեջանի տարածքով եւ այսինքն հնարավոր դարձավ արդեն ոչ միայն Փոթի բան տանել, այլ Վրաստանով եւ հետո Ադրբեջանով բաներ տանել եւ բերել Ռուսաստան եւ պատկերացրեցիք, չէ, ամբողջ արևելք Ռուսաստանից ասենք Միջին Ասիա, Չինաստան եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ տեղի ունեցավ ախալքալակ կարծ երկաթգծի Հայաստանի համար ապա բլոկավորումով։ Արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա, տանել եւ բերել։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաեւ Սիրիա, որտեղ երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային
փակուղի էր, բառից բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, եւ մենք աշխատում ենք որպեսզի ուղիղ դա լինի։ Հարցրեցիք, չէ, ոչ թե տնտեսվարողները եւ այլն։ Ժորժ Անես վերջին օրերին էլ եմ ես լուրերով կարդացել, որ հերթական խմբականակը որոշակի ապրանքների Ռուսաստանից մտել է Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթգծով։ Դուք հարցրեցիք արդյոք օգտվում են կարսախարքարակից, ապա շրջափակումը նոր է եղել, այսինքն մի քանի օր առաջ է եղել եւ ենթադրում եմ որ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել, պետքա ճշտել։ Պարոն Ռուբինյան, իսկ երբ որ պատրաստ լինի արդեն Գյումրում հատվածը, կբացվի թե ամեն դեպքում քաղաքական որոշումը դրա դեռ հստակ Թուրքիան պատրաստ չի, այսինքն այստեղ սարքել, բայց երբ որ պատրաստ լինի բացումը կլինի, օրինակ դեմարքարան սարքեց Հայաստանը, բայց տեսնում ենք։ Դե տեսեք, Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են, որ, չգիտեմ ով է միացրել, լավ կանել, որ անջատեր։ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ ստեղծում են աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը ստեղծված է հանդիպում անցկացրել վերջերս Կարսում։ Նոր բան չէ, էլի լուրերում ինչ որ տեսել եք, դա որի նպատակն է, պաշտոնապես հայտարարված նպատակն է քննարկել այն տեխնիկական պարամետրերը, որոնք անհրաժեշտ են Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման համար։ Եվ հետեւաբար Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ նպատակը այդ երկաթգծի վերագործարկումն է։ Եվ հետեւաբար մենք անկկալում ենք, որ այդ երկաթգիծը պետք է հնարավորինս արագ վերագործարկվի։ Նույնն էլ դրան է վերաբերվում, եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է իրագործվեն, բայց ես կերկին պետք է շեշտեմ, որ վերջին ամիսներին երկու շատ կարևոր բան է տեղի ունեցել, որի մասին ձեզ պատմեցի, եւ դա պետք է գնահատել։ Պարոն Ռուբինյան, իսկ վերջին հարցը խնդրում եմ, ձեզ համար բացատրությունը կամ պատճառը հասկանալի է, ի վերջո Թուրքիան շատ բան հասկանալի է, պայմանավորվածությունները կան, բայց ի վերջո ինչու չի կատարում առնվազն այդ երրորդ երկրների համար սահմանը բացելու առաջին պայմանավորվածությունը։ Չգիտեմ, ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունը կիրագործվի եւ ես նաեւ կարծում եմ, որ նման քայլերը, ինչպիսիք են ուղիղ առևտրի մեկնարկը ախարքալակ Կարս երկաթգծի ապա շրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր քայլեր են եւ մենք գնահատում ենք այդ քայլերը եւ կարծում ենք որ նման քայլերը պետք է շարունակվեն եւ նրանք կշարունակվեն։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար